Ես մտածում եմ, որ Աստված կփափկեցնի կարծր սիրտը եւ տեղի կունենա վեհափառ հայրապետի հրաժարականը, ինչպես առաջարկել են եպիսկոպոսները։ Այս մասին Զարգերակի հետ զրույցում ասաց Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը։ Նա նշեց, որ հակառակ դեպքում գնալով ավելի կխորանա ճգնաժամը եւ կտուժի ոչ միայն եկեղեցին, այլև ժողովուրդը։ Քահանայի խոսքով քաղաքականություն չի սիրում, սակայն մասնակցել է ցույցերի, նաեւ սրբազան պայքարին։ Շատ հարազատներ կորցրեցի, որոնք ինձ մեղադրում էին, որ քաղաքականացվել եմ, եւ ես դադարեցի մասնակցել ցույցերին։ Հիմա եկեղեցին ներքին կարգապահական վերափոխումների կարիք ունի, եւ ես անվերապահորեն աջակցում եւ վստահում եմ իմ առաջնորդ Նավասարդ arczepiskopos Կճոյանին։ Այս բարենորոգումը թող որևէ մեկը չփորձի դիտարկել դավանաբանական հենքի վրա։ Ասաց նաեւ նշեց, որ եկեղեցին ներքին լուրջ խնդիրներ ունի, որոնք հասու չեն աշխարհիկի մտքին։ Քահանան նկատեց, որ իրեն ուղված պիտակավորումներ, հայհոյանքներ կան, սակայն ինչի համար ձայն են բարձրացնում ավելի վեհ է, քան ցանկացած թիրախավորում։ Ես չեմ ուզում ասել, որ ես քաջ եմ, բայց սա ծանրագույն ընդունած որոշումներից է։ Շատ լավ հարաբերություններ ունեմ բոլոր հոգևորականների հետ։ Պառակտում չեմ մտցրել։ Չէի ասի թշնամանքով է ընդունվել որոշումս։ Ոմանք ասում են, շարունակում ես մեր ընկերը մնալ, ոմանք տարակուսում են։ Ես նույնն եմ մնացել, ասաց նա։ Ըստ քահանայի եկեղեցին միշտ պետք է իր կապը պահի պետության եւ իշխող ուժի հետ։ Եկեղեցին ապաքաղաքական կառույց է եւ այդպիսին պիտի մնա։ Անդրադառնալով հնարավոր բախումներին, նա վստահեցրեց, որ թույլ չեն տա։